Միացյալ Նահանգներն իրոք լավ աշխատանք է արել Վենեսուելայում, Թրամփը գոհ է իրենից ու թիմակիցներից։ Լատինաամերիկյան երկրի նախագահին առևանգելուց հետո մտադիր է ընտրություն անցկացնել Վենեսուելայում, երբ ժամանակը գա, դա է համարում քանդված երկիրը վերականգնելու ամենագլխավոր միջոցը։ Ում մտքով կանցներ, որ կարող ենք դա անել առանց կորստի։ Մեր թիմն այնքան գեղեցիկ ու հիանալի էր ամենը ծրագրել։ Գեներալ Քեյնն ու Փիթ Հեքսեթը ֆանտաստիկ էին։ Մարկո Ռուբիոն հիանալի աշխատանք կատարեց, փոխնախագահը, ամբողջ թիմը ֆանտաստիկ աշխատեցին։ Վաշինգտոնը Կարակասի նոր ղեկավարությունից ստանում է այն ամենն, ինչ ցանկանում է, ասում է Թրամփը։ Վենեսուելայում անցկացված օպերացիան նահանգներին հնարավորություն է տվել մեկ օրվա ընթացքում ստանալ $4 միլիարդ նավթ։ Սպիտակ տան ղեկավարի պնդմամբ նահանգները ծրագրել է սև ոսկու վաճառքից վաստակել տրիլիոններ։ Թրամփի խոսքով նավթն ու գազը գողացել են իրենցից, այժմ պարզապես վերադարձնում են այն, ինչ ամերիկացիներին է պատկանում։ Բացի այդ, Թրամփն անոնսել է նաև Վենեսուելայի ընդդիմադիր գործիչ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոյի հետ հանդիպումը։ Արտաքին ագրեսիայի հետ առերեսվելով Վենեսուելայի իշխանությունը սկսել է տեղացի ու արտասահմանցի քաղբանտարկյալների ազատ արձակումը, ինչը կոնգրեսի նախագահը որակել է խաղաղության ամրապնդման ժեստ։ Թրամփը ևս բարձր է գնահատել այս քայլը, հայտարարելով, որ չեղարկում է Վենեսուելայի համար նախատեսած գրոհի երկրորդ ալիքը։ Վենեսուելայի տխուր ճակատագրին կարող է արժանանալ նաև լատինաամերիկյան մեկ այլ երկիր, համենայն դեպս Կոլումբիայի դեմ ամերիկյան հրետորաբանությունը խստացվել է։ Թրամփի հետ ընդհանուր հայտարարի գալու նպատակով այս երկրի ղեկավարը փորձում է երկխոսության եզրեր գտնել։ Խաղաղությունը հաստատվում է երկխոսության միջոցով։ Այդ պատճառով էլ ես ընդունել եմ հանդիպելու Թրամփի առաջարկը։ Տեսնենք ինչ կստացվի։ Մադուրոյի ձերբակալությունից հետո Կոլումբիայի ու Միացյալ Նահանգների նախագահներն առաջին անգամ զրուցել էին հեռախոսով։ Միացյալ Նահանգների նախագահը ևս ակնկալում է հանդիպել Պետրոյի հետ։ Վաշինգտոնն ու Բոգոտան միասնաբար պայքարելու են նարկոկարտելների դեմ, գործակցելու են նաև անվտանգության ոլորտում։ Ավելի վաղ Կոլումբիայի նախագահը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն իրական սպառնալիք է իր երկրի համար եւ մյուս երկրներին վերաբերվում է որպես ամերիկյան կայսրության մաս։ Դրությունը սրվում է նաև մոլորակի ամենախոշոր կղզու շուրջ։ Վաշինգտոնը շարունակում է Գրենլանդիայի տարածքային ամբողջականության նկատմամբ սպառնալիքները, ռազմական ներխուժումը փոխարինելով գործարքային լուծման հնարավորությամբ։ Ըստ Financial Times-ի գրենլանդացիների 85%-ը չի ցանկանում դառնալ ամերիկացի, քանի որ Դանիայում կենսամակարդակն ավելի բարձր է։ Կղզու բնակիչներին առավելապես անհանգստացնում են հանցավորության ցուցանիշն ու առողջապահական թանկ ծառայությունները նահանգներում։ Վերջին օրերը հուզական առումով շատ տուրբուլենտային էին։ Անհանգստանում ես, մտահոգվում ես ապագայով, բազմաթիվ մտքեր են պտտվում գլխումդ։ Թրամփ, եթե դիտում ես մեզ, իմացիր, որ դու մեզ դուր չես գալիս։ Չգաս Գրենլանդիա, չգնես մեր կղզին։ Գրենլանդիան չի վաճառվում։ Պարբերականի հեղինակները ենթադրում են, որ եթե գրենլանդացիները ցանկանան դառնալ Միացյալ Նահանգների մաս, նահանգներն ամերիկյան անձնագրից բացի կարող է 57,000 բնակչից յուրաքանչյուրին առաջարկել $1 միլիոն։ Իսկ միլիարդատեր Իլոն Մասկը մեկական Տեսլա ավտոմոբիլ։ Մեզ պետք չէ այդպես հզորացնել, մենք արդեն հզոր ենք, արձագանքում են գրենլանդացիները։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։